Մտավոր հետամնացության խնդիրներով բանակ զորակոչված վանաձորցի Կարեն Շաքարյանը կազատվի զինվորական ծառայությունից։ Օրեր առաջ կենտրոնական ռազմաբժշկական փորձագիտական կենտրոնն է եզրակացրել, որ մոտ 3 ամիս առաջ զորակոչված վանաձորցի երիտասարդը ժամանակավորապես ոչ պիտանի է զինծառայության համար։ Պաշտպանության նախարարությունից Ազատությանը հայտնեցին, որ զինծառայողին վաղաժամ զորացրելու մասին նախարարի հրամանի նախագիծն այժմ պատրաստման փուլում է։ Կարենի մայրը Գայանե Շաքարյանն ասաց, որդին այժմ հոսպիտալում է, որտեղից հայտնել են, որ երկուշաբթի օրն արդեն Կարենը տուն կգնա։ Զինծառայողի մայրը դեռ 1.5 ամիս առաջ էր ահազանգել որդու հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասին։ Դեռ մանկության տարիներին բժիշկները նրա մոտ ախտորոշել են մտավոր հետամնացություն վարքային խանգարումներով։ Չնայած այդ մասին զորակոչի ժամանակ տեղեկացրել էին բժշկական հանձնաժողովին, ներկայացրել փաստաթղթերը, միևնույնն է, տղային տարել էին ուղիղ սահման ծառայության։ Մայրն անհանգիստ էր, արդյոք իր մտավոր խնդիրներ ունեցող տղան խնդիրներ չի ստեղծի բանակի համար։ Մենակ իմ տունը չի քանդվի, մենակ ինձ չի դա վնասեղնի, ես չգիտեմ, ով որ իրան մի բան, դուք պատկերացնում եք ինչ հետևանք կունենա շրջապատին։ Արդեն ծառայության անցած Կարենի հարցերով զբաղվում էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ Իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը բազմաթիվ դիմումներ էր գրել պատկան մարմիններին ու պատասխան ստացել, որ զինվորական բժշկական հանձնաժողովը կրկնակի ստուգել ու Կարենի մոտ ծառայության հետ անհամատեղելի խնդիրներ չի հայտնաբերել։ Փաստացի ունենք հենց նույն խնդիրները, որը տարիներ շարունակ արձանագրում ենք, ոչ պատշաճ հետազոտության իրականացում, ոչ ամբողջական առողջական վիճակի հետազոտության իրականացում, որի արդյունքում արդեն կայացվում է սխալ որոշում եւ զորակոչի կզորակոչվում է զինվորական ծառայության ունենալով լուրջ առողջական խնդիրներ։ Ինչ եղավ, որ խնդիրն ազատության եթերում մի քանի անգամ բարձրաձայնելուց եւ իրավապաշտպանի ու զինծառայողի մոր բազմաթիվ դիմում բողոքներից հետո հանձնաժողովն այլ որոշում կայացրեց։ Ում սխալն էր եւ արդյոք որևէ մեկն այդ սխալի համար պատասխանատվություն կկրի։ Իրավապաշտպան Նազելի Մովսիսյանն ասում է, հետեւողական են լինելու սխալ եզրակացությամբ բանակ զորակոչված երիտասարդի իրավունքների պաշտպանության հարցում։ Կազմակերպությունը նախատեսում է հենց իրականացնել իրավունքների պաշտպանությունը սխալ զորակոչի, սխալ վարչարության եւ բնականաբար արդեն փոխհատուցման պահանջի հարցը պիտի բարձրացվի, որովհետեւ փաստացի ապացուցվեց, որ Կարեն Շաքարյանը ունեցել է խնդիր, որը հաշվի չի առնվել եւ զորակոչվել է ծառայության եւ արդյունքում վաղաժամ զորացրվել, այսինքն սա հիմք է պնդելու, որ այստեղ ոչ օրինական զորակոչ է իրականացվել։ Վանաձորի իրավապաշտպան գրասենյակը միայն ամառային զորակոչի ընթացքում 70-ից ավելի բողոք է ստացել։ Տարիներ շարունակ կազմակերպությունը բարձրաձայնում է, որ խնդիրը համակարգային է։ Զորակոչիկները պատշաճ հետազոտություն չեն անցնում զորակոչից առաջ։ Գանգատները հաշվի չեն առնվում։ Խնդիրն այն է, որ եթե հետևողական չի լինում, հենց զինծառայողը եւ նրա ընտանիքի անդամը հաստատի կարող է շարունակել ծառայությունը ունենալով այդ խնդիրները, որոնք շատ ավելի լուրջ հետևանքների կարող են հանգեցնել հենց ծառայության ընթացքում, որովհետև կոնկրետ մտավոր հետամնացության ու հոգեկան առողջության խնդիրների դեպքում շատ մեծ է ռիսկը, որ զինծառայողները կունենան թե խնդիրներ իրենց ծառայակից ընկերների հետ, թե հրամանատարության հետ եւ թե նույնիսկ առողջական վիճակի այնքան վատթարացում, որ կարող է ազդել ունենալ շատ ավելի լուրջ հետևանքներ ամբողջ կյանքի համար։ Վանաձորցի Կարեն Շաքարյանը բժշկական հետազոտություն էր անցել թե զորակոչից առաջ ու թե արդեն իսկ զինվորական ծառայության ընթացքում, բայց երկու դեպքում էլ եզրակացրել էին, թե եղած առողջական խնդիրները բանակից ազատելու պատճառ չեն։